Կներկայացեք քաղաքական որ ուժերն են մասնակցելու առաջիկա ընտրություններին։ Մոտավորապես։ Եվ ինչ կարծիք ունեք։ Պետք է հաղթեն։ Ոչ քպեն։ Ոչ քպեն։ Իմ քալի մասին վատ կարծիք ունեմ։ Կարեն Կարապետյանի մասին լավ կարծիք ունեմ։ Ինչ կասեմ, ես կուզեմ ղեկավարս նույնն է մնա Փաշինյանը։ Ես կուզենայի որ ուրիշ կառավարություն ղեկավարես պետությունը որ մի քիչ լավ ենք էլի ես ինչա բացի Նիկոլից ով ուզում ալի Շատ չեմ հավանում, բայց մեկ ավելի լավին չենք գտե։ Պարավները կարող է, մենք հաստատ չէ, թելքանալ չենք ուզում, վերջ գնացել։ Կարծիք ունեմ ցավոք սրտի ընտրվելու է Փաշինյանը, ցավոք սրտի։ Ինչ էլ ուզում անի, Հայաստանը ծիլ-ծիլ ոսկի սարքի, երաբլուրը չենք մոռանա կյանքում։ Ես այս անգամ չեմ խառնվում, կներեք ներող կլնեք։ Քաղաքականությամբ չենք զբաղվում։ Չէ, ճիշտ ասած ես նոր եմ եկել երկու օր ոչ մի բանից տեղյակ չեմ կներեք։ Այն մուշկումից կնմարողջությունն է ինչ քաղաքական process։ Հաջողություն ձեզ։ Դեռաժամ ոչ մի բան չեմ ասի, մենակ խոստումներ են։ Կյանքը ցույց կտա թե ով է։ Միաշնորհքով ղեկավար, որ այս երկիրը փրկի ամեն ինչի։ Թե չէ ամեն անդամունդա գալիս է ղեկավար, ժողովրդի մասին չի մտածում։ Դա ինչ շնորհք է։ Դե մի այս ներկայիս ղեկավարներից ես շատ դժգոհ եմ։ Ոնց ինչ արել որ։ Առավոտն ուրիշ բանախոսում, ճաշին ուրիշ բանախոսում, իրիկուն ուրիշ բանախոսում։ Դեռ չեմ մտածել հետողություն։ Մի ներազիզ ջան։ հետաքրքրվում։ Դեկան հետաքրքիր ինչ մարտա։ Ասես ինձ որ հարցնում ես, ես իմ Նիկոլիցս բացի ոչ մեկին չեմ տեսնում։ Նիկոլյանն մեկ տաղումն ուզում եք։ Ազիզ դե հլա օրը գա բարին հետը տենանք ինչ են անում։ Ես շատ գիտեմ, չգիտեմ ինչ ասեմ էլի։ Ով էլ նստես նույնն ենք ապրելու։ Մասնակցել եմ, բայց չգիտեմ ով չեն։ Ես քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվում, չեմ ուզում այդ կեղտի մեջ մտնել։ Ով էլ ալի մեկա։ Մենք նա կեշներ մենք որի փալանը։ Դա ինձ մեծ համար մեկը։ Ով էլ նի մեկ ալնա։ Ժողովրդակավարություն չգոյություն չունի։ Այդ փաստորեն ժողովրդին խապելու մի միջոց է։ Ամեն քայլափոխի ոտնահարում են մարդու իրավունքները, խոսքի, ձայնի, խղճի ազատությունը։ Մասնակցելու եմ, բայց ոչ այս իշխանության համար։ Հերիք այդքանը։ Որովհետև հիասթափված ենք ամբողջ քաղաքով։ Նիկոլ Փաշինյանին հաղորդեք, որ մենք չենք ընտրելու իրեն։ Ազիզ մենք ոչ մի բանից խաբար չենք, հիվանդ կինեմ նոր եմ հիվանդանոցից դուրս եկել, ցավը տանեմ։ Մեր լորեցին հաղթելու է։ Լորեցին հաղթելու է։ Էլ ես ինչ ասեմ։ Ժողովրդի հանդեպ ինչ են արել, որ կարծիքել ունենենք։ Ամեկը սուտ բաներ է խոստում անում ու ոչ մի բաներ չեն արել։ Ես միշտ ճշտի կողմն եմ եղել, հա։ Ով որ adekvat է ժողովրդի համար, ազգի համար, երկրի համար, նրանց կողմն եմ։ Ուզում է փոխվի, ուզում է չփոխվի, ուզում է վարչապետ փոխվի, ուզում է փոխվի հայ ազգն է, դա պետք է տենց է մնա։ Դարերով շարունակ իրար կերել են, իրար խանգարել, իրար չի իլելու, ոչ մի միասնություն չի իլելու։ Թեկուս ընտրեմ սատանային, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։ Всё։ Սատանային էլ կընտրեմ, մենակ սրան չէ։ Առաջիկա ընտրությունների մասին ինչ կասեք։ Ոչ մի բան։ Տեղյակ եմ, բայց ոչ մի բան չեմ ասի։ Սենց է մնա լավ է։ Ես Ղարաբաղ չեմ մանը միշտ կդառնա, ինչ չդառնա։ Չեմ փառում դες գործերին։ Հա, բրես մտա չէ։ Ընտրվի այն մարդը, ով ժողովրդի մասին կմտածի, այս թոշակառուների մասին կմտածի, Որ Հայաստանի մասին մտածի, այս վիճակից մեզ հանի։ Ինչ է եղել հիմա լավ վիճակ։ Հիմա շատ վատ վիճակ է։ Չենք ուզի այս ձևի ապրենք, սեն շարունակենք։ Այդքան։ Թող ընտրվի նա եւ ընտրվի նա, ով որ կարա այս երկիրը ուժեղացնի։ Շնորհակալություն։